Եվ այսպես ինչպես սպասում էր իշխող ռեժիմի կողմից քրեական գործ հարուցվեց ԱՄՆ-ին հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ արգելվեց նրան Հայաստանից բացակայել։ Սա ըստ էության չտեսնված եւ չլսված բան է, որովհետեւ հայ եկեղեցուն եւ ԱՄՆ-ին հայոց կաթողիկոսներին հալածել են օտարերկրյա զավթիչները մեր պատմության ողջ շրջափուլում։ Ռոմեացիներ, պարսիկներ, թուրքեր, բոլշևիկներ եւ նրանց միացավ քաղաքացիական պայմանագիրը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ։ Պարզ պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Ես նշեցի, որ աննախադեպ բան տեղ ունեցավ։ Հայաստանի իշխանությունները քրեական գործ հարուցեցին ԱՄՆ-ին հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ ակնհայտ է, որ այդ գործողությունը միտված էր, որպեսզի նա չկարողանա մասնակցել Ավստրիայում տեղի ունենալիք եպիսկոպոսաց ժողովին եւ այնուամենայնիվ մենք պետք է փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ քարոզչական առումով հստակ նախապատրաստական աշխատանք տարավ այդ ուղղությամբ, մասնավորապես նա նշում էր, որ իբրև թե նպատակը կաթողիկոսական աթոռը Հայաստանից դուրս հանելն է եւ նա դա թույլ չի տալու եւ եթե անգամ պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռք առնի դրա համար։ Ձեզ ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Նախ եկեք մի անգամից ֆիքսենք, որ իշխանության կողմից բոլոր հնչեցրած պատճառահետևանքային երանգները իրենք ոչ թե չեն համապատասխանում իրականությանը, իրենք այնքան իրենց բովանդակությամբ նողկալի են, որ նույնիսկ այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ինչը նշանակում կաթողիկոսական աթոռը Հայաստանից դուրս հանել, դրա համար արգելում են, Ժորժ ջան, դնենք մի կողմ էլի, ստե կաթողիկոսական աթոռը աթոռ չի, որը դնում են ինքնաթիռ ու տանում են, հա։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է, այո, ամոթով պետք է ֆիքսենք, որ աննախադեպ իրավիճակի մեջ ենք ապրում, երբ որ ըստ էության հայոց պատմության ընթացքում յան ազգանունով մարդիկ պայքար են տանում հայկական ինքնության դեմ։ Հիմա խնդիրը եկեք ավելի խորքային նայենք, հա։ Ինչ է եկեղեցին մեզ համար։ Եկեղեցին մեզ համար դա լոկ ասենք թեոլոգիկական, հա, կամ թեոլոգիային կամ միայն հավատքին վերաբերող կառույց չի, ներողություն կառույց բառի համար։ Եկեղեցին դա այն մի համակարգն է, որը շուրջ 1700 տարի, այո, պահպանել էր հայոց ինքնությունը եւ ըստ էության այն ցեղասպանությունների եւ ոչնչացումների, հա, փորձերի ներքո միայն եւ միայն եկեղեցին էր լինում այն կենտրոնը եւ կետը, որտեղ մենք վերածնվում ենք, որովհետեւ ազգը ինչ է, ազգը ինչ է իրանից ներկայացնում։ Ազգը դա ոչ թե նույն ազգանունով կամ նույն լեզվով խոսացող մարդիկ են, հա, բազմաթիվ ցեղեր կան, որ ազգ չեն, հա, այլ ազգը մի մարդկանց միավորում է, որոնք ունեն ա ընդհանուր նպատակ, բ ընդհանուր տեսլական, ց ընդհանուր պատմություն եւ եթե ավելի խորքային ընդհանուր, այո, պատկերացրեք, որ բացի այն ամեն ինչից ինձ ես ասացի, նաև ընդհանուր իղձեր։ Ինչի համար եկեղեցին։ Մենք վստահաբար հասկանում ենք, չէ, որ այսօր պայքար է գնում հայկական ինքնության վերացման համար, այսինքն իղձերի, պատմության, հիշողության, հա, ամեն ինչի ինչ մեզ պայմանական բնակչությունից դարձնում է հայ։ Չեմ կարող հղում չանել իմ շատ լավ ընկերոջ խոսքերին, որոնք բավականին տպավորիչ էին, որը ասել էր հետևյալը, որ թուրքեր եւ ադրբեջանցիները երկար տարիներ փորձելով մեզ, հա, վերացնեն կոտորեն, հասկացել են մի բան, եթե մնում է երկու կոմպոնենտ, այսինքն պատմական հիշողություն եւ եկեղեցի, հայ ժողովրդին պայմանական հնարավոր չի լինի դուրս մղել տարածաշրջանից կամ ոչնչացնել ֆիզիկապես։ Վերցնենք օրինակ հայկական սփյուռքը։ Այդ իսկ պատճառով հայկական ինքնության դեմ պայքարը միշտ եղել է, կա եւ մնում է Թուրքիա եւ Ադրբեջանի առանցքային դոկտրինալ տեսլականը, որի մեջ տեղավորվում է Արևմտյան Ադրբեջան տեսլականը, որի մեջ տեղավորվում է
իբր պատմական իբր ընդգծում եմ, իրանց այդ հնարքները, որ հայերը եկվոր են, իրանք բնիկ են, այն խոսք, որ դա հակասում է առհասարակ համաշխարհային պատմությանը, որ իրանք հակադրվում են ոչ միայն հայերի պատմությանը, այլ հռոմացիների, հույների, բյուզանդացիների, շումերների եւ այլն։ Խոսքը այլ տիրույթում է, որ իրենք շատ լավ հասկացել են, որ միջև չջարդեն մեր ինքնությունը, չջարդեն, ապա ապարդյուն է բոլոր իրենց նպատակները այս կամ այն առումով դուրս մղել մեծ տարածաշրջանից եւ ձևավորել մեծ թուրանի այդ կոնգլոմերատը։ Տեսեք ինչ հետարքիր իրավիճակ է ստացվում, Չակերտներում հետարքիր։ Միայն 100 տարվա ընթացքում հայկական պատմական, այսինքն մեր բնորանը, մեր հայրենիքը, այնքան սեղմվեց, որ մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստան, B, Նախիջևան, C, Արցախ եւ հիմա հայտարարվել է Արևմտյան Ադրբեջան այսպես կոչված կոնցեպտի, որը վիժվածքացին կոնցեպտ է եւ ինքը աչքը դրել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա։ Ձեր տների, գյուղերի, մեր բոլորիս, բնակավայրերի, մեր բոլորիս հայրենիքի վրա։ Մինչև գոյություն ունի եւ կա հայ առաքելական եկեղեցին, որը ըստ էության կարևորագույն ինքնության ինստիտուտն է, դա անել հնարավոր չի լինի։ Հասկանում եք, մի բան է, երբ որ կտոր կոտորում են անզեն մարդկանց, ինչպես դա եղավ հայոց ցեղասպանության ժամանակ, կամ ինչ-որ մի գործընթաց էր տեղի ունենում, որը ավելի շուտ տնտեսական բնույթ էր կրում, բայց այնուամենայնիվ կրկին կարելի է սպիտակ կոտորած անվանել Նախիջևանի պատմությունը, կոտորած, որը եղավ Արցախում, այս ամենի ներքո Հայաստանը ըստ էության միակ կետն է մնացել, որտեղ 3 միլիոն հայ լինելով ունեն ընդհանուր տեսլական եւ ընդհանուր գաղափարական հենք, մինչեւ այդ տեսլական ու հենքը չվերացնես չի ստացվի։ Եվ այո, պետք է փաստել, որ այս իշխանության բոլոր գործողությունները ծայրից ծայր համապատասխանում են թուրք ադրբեջան, այո, այլ խոսք, որ իրենք այդ օրակարգ այլ ձև են, ներկայացնում կամ փորձում են ինչ-որ նենգա փոխել, օրինակ ասում են, որ մեզ ինչ են ըստ էության ասում, մեզ ասում են մեր խնդրեմը նա է, որ մենք հայ ենք, նույնը ասում է թուրքը, բայց թուրքը ռադիկալ որոշում է ընդունում, ինքը ասում է քո խնդրեմը հայ է ու դու որ ողջ ես, այդ ողջի պահը էս իշխանությունը չի ասում, այսինքն մեզ ինչ են ասում են եկեք մոռանանք, որ մենք հայ ենք ու մեզ հանգիստ կթողեն, բայց ներողություն, եթե մենք մոռացանք, որ մենք հայ ենք, թուրքը դա երբեք չի մոռանա, երբեք, հասկանում եք, եւ այստեղ ոչ թե իրացիոնալ ատելությունն է Թուրքիայի եւ Ադրբեջանի մեր հանդեպ, այստեղ լրիվ պրագմատիկ իրենց տեսանկյունից ռացիոնալ հաշվարկ է, եւ հիմնական պատնեշը դա երկուսն են, երեքն էին, մեկը իրեն կարողացան ժամանակավոր չեզոքացնել Արցախներ, երկրորդը Սփյուռքն է, Սփյուռքի հանդեպ սրանց վերաբերմունքը նայեք։ Եվ ամենակարևորը դա այն ֆունդամենտն է, որի վրա կառուցվում է ամեն ինչ ինքնության պահով, եկեղեցի։ Երբ որ ավելի խորանանք, երբ որ իրենք ասում են, որ իրենք եկեղեցու հետ խնդիր չունեն եւ միայն իրենք ուզում են իբր բարենորոգեն կամ մաքրեն եկեղեցին, չգիտեմ, ոչ եկեղեցական տարերից նենգաբար հիշատակելով վեհափառի անունը, զարգացումները ցույց տվեցին, որ այստեղ խնդիրը վեհափառը չի, այստեղ խնդիրը սրբազանները չեն, որոնք բանտերում են։ Դա չի խնդիրը, որովհետև եթե խնդիրը լիներ դա, ապա չէր լինի այսպես կոչված բարեփոխման ինչ-որ թուղթ էին գրել, որ պետք է իրանք դուք ով եք, ներողություն, դուք ով եք, որ 1700 տարվա համակարգը փորձեք ըստ էության պետականացնել, այսինքն հանել գաղափարական հենքը, դարձնել օֆիս, վատ իմաստով օֆիս, որը կկառավարվի ինչ-որ մի, չգիտեմ, կանոնակարգով։ Ինչի համար է դա արվում։ Առաջին եւ վերջին հերթին կարող ենք էլ չխոսել այս թեմայի շուրջ ընդհանրապես։ Դա արվում է մի բանի համար։ Իջացնել եկեղեցու ազգապահապան եւ գիտեք ինչու ոչ ձևավորող ազգային ինքնությունը պահպանող կառույցից
իջացնել պայմանական, հա, ինչ-որ օֆիսի, աղանդի մակարդակի։ Սովորական կրոնական կազմակերպության մակարդակի։ Խնդիրը միանգամայն համաձայն եմ ձեզ հետ։ Խնդիրը դա է։ Եվ երբ որ ասում են, որ պետության մեջ չի կարող լինել երկու պետություն, ես դրա վրա եմ բանանում, բայց ներողություն, իսկ ով ասել, որ հայոց եկեղեցին դա ինչ որ երկրորդ պետություն է, հա։ Ինքը ինքնության, տեսեք, իրանց ասելու վրա ուշադրություն չեն, իրանք շատ բան են ասում։ Իրանք այնպես բաներ են ասում, որ ուղղակի մազերը բիզբիզ է կանգնում, որ փորձում ես հասկանաս, այն գեր ձեր ուզածը ի՞նչն է։ Ուղղակի վիրավորանքներ, շինծու մեղադրանքներ, չգիտեմ, հասկանում եք, լկտիաբար, ուղղակի աննկարագրելի ցածր մակարդակի ռոպագանդան։ Ի վերջո բերում է նրան, որ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ այո, ես ձեզ հետ համաձայն եմ, ոչ թե պետությունը մենք չպետք է ասոցացնենք իշխանությանը պետության հետ։ Իշխանությունը միգուցե իրենք մոռացել են, իրանք վարձու աշխատող են, ում, հա, դասական առումով ժողովուրդը վարձում է, որ իրենք ինչ-որ մի ժամանակահատված կառավարեն։ Ոտերը պոկվել է գետնից, ամպոտել են։ Բան են, գիտեք, ըստ էության ինչի համար է ամպոտ է։ Առաջի հերթին եւ կարելի է սա փաստել միանշանակ, իրենք հասկանում են իրենք ինչ են արել պետության հետ, ժողովրդի հետ։ Եվ ամեն գնով կարճած են։ Միանշանակ դու պատկերացնում եք, դե լավ, իրանք կարող են շատ բաներ խոսել, կարող են շատ բաներ ենթադրել, շատ բաներից ինչ որ նկարներ ցույց տալ, նախկիններ, ներկաներ, չգիտեմ, ռուսամետներ, արևմտամետներ, կարան չէ՞ դաշտում իրանք խաղան, բայց երբ որ մենք ավելի խորանում ենք, ապա այստեղ միակ գործոնը, որը իրենց ստիպում է գնալ այդ ամեն ինչի, դա իրենց կողմից ընկալումն է, թե իրենք ինչ են արել, հո իրենք իրենց չեն խափի, իրենք որ գնում են իրանց տուն մենակ են մնում, պարկելուց, քնելուց առ իրենք չեն մտածում ինչ են արել։ Դուք պատկերացնում եք խորությունը ուղղակի process-ի, որը իրենք գեներացել են այս երկրի գլխին, ու մեր բոլորիս գլխին, ու դիմաց ինչ են ասում են, ուղղակի գլխի մեջ մարդու չի տեղավորվում։ Իրենք նշում են, որ խաղաղություն են բերել եւ հատկապես երբ որ խոսքը գնում է այդ TRIP նախագծի մասին, իրենց դիտարկմամբ դա երկարաժամկետ, այսպես ասած, խաղաղության նախագիծ է, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ կողմից, ադրբեջանական կողմից իրականացվող քայլերը բնավ չեն խոսում խաղաղության մտադրության մասին։ Իլհամ Ալիևը երեկ ընդամենը հայտարարեց, որ կստորագրեն, երբ որ փոխվի սահմանադրությունը, եւ բացի դա Արցախի ռազմաքաղաքական էլիտան դատապարտվեց ըստ էության ՑՄ ազատազրկման 20 տարվանից մինչև ՑՄ ազատազրկում եւ ընդհանուր ժամեր առաջ նաեւ Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Բացի դա, երբ որ դիտարկում ենք տարածաշրջանում տեղ ունեցող իրադարձությունները, Հայաստանի շուրջ կարծես վառվող տակառ է, որը որ յուրաքանչյուր պահի այդ կրակը կարող է հասնել այդ ձեր նշած բարութին եւ պայթել։ Տեսեք, եկեք սկզբից խաղաղություն ինչ են իրանք բերել։ Նախ խաղաղության տեսլականը, որը իրենք բերել են, լիովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական տանդեմի խաղաղության տեսլականին։ Այսինքն, առանց կրակելու գրավել տարածքը։ Դա ամենաարդյունավետ, հա, ներկա պայմաններում մեթոդն է, որ շատ ռեսուրս չծախսեն, այնա հայերը խաղաղություն ասելով ըստ էության համաձայնվում են ինքնացեղասպանվել, այսպես ձևակերպենք։ Իսկ մեզ ինչ են ասում, ասում են խաղաղությունը նա է, որ մեր վրա թուրքը չի կրակում, բայց այն որ թուրքը գիշերը մտնի ննջասենյակ վիզը փրթի, էդի ոչինչ, հա, ըստ էության, դա տենց է ստացվում։ Իսկ ով ասե հարգելի, որ ավելի հասկանալի լինի, իսկ ով ասեց այս հարգելի հեռուստադիտողներ, որ մեր խաղաղության տեսլականը համապատասխանում է Թուրքիա-Ադրբեջանի տեսլականին։ Այն կոնտրագենտների, ում հետ մենք խաղաղություն ենք կնքել։ Այդ մարդիկ ասում են խաղաղության տեսլականը արևմտյան Ադրբեջանի, մա ինչ, արևմտյան Ադրբեջան են բերել։ Ընդ որում այս ամենը իրենց խոսքը իշխանությունների համեմվում է ինքնիշխանություն, անկախություն, ներողություն։
ձեզ ուղակի հրահանգում են մի մայրաքաղաքից, Բաքվից կամ Անկարայից, հա, որի դոկտրինալ տեսլականը քու պետության վերացումն է, Արևմտյան Ադրբեջան ձևավորելու, քեզ հրահանգում են պայմանական այս տարածքները հանձնել։ Միգուցե մարդիկ չեն հիշում, բայց հիշեցնեմ ձեզ, Տավուշում, երբ որ սրանք տարածքները հանձնում էին, ինչ էին ասում։ Ասում էին փոխարենը մենք կստանանք այս ինչ բանը։ Ճղում էինք մեզ մեջտեղից, ասում ենք չկա տենց բան, ստացակ փոխարենը։ Փոխարենը ինչ ստացանք։ Պլաստմասից զաբոր, որի հետևում զինված ադրբեջանցիներ են, որոնք հիմա վերահսկում են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը ըստ էության։ Եվ խաղաղության տեսլականը կարելի է անվանել գերեզմանային խաղաղություն։ Խաղաղությունը չի կարող կառուցվել, դա նոնսենս է, տնտեսական հարաբերությունների հիման վրա, դա բացառված է։ Խաղաղությունը կառուցվում է միայն եւ միայն ուժերի բալանսի վրա։ Եթե մենք խոսում ենք տնտեսական հարաբերություններին կամ ճանապարհներին որպես խաղաղության, հա, ամենակարևորագույն արգասիկ, ինչը հիմարություն է, ապա մենք պետք է հիշենք օրինակ ռուս-ուկրաինական այն հակամարտությունը, որին մենք ականատես ենք։ Մինչև պատերազմի սկիզբը ռուսների ուկրաինացիների տնտեսական եւ լոգիստիկ կապերը ամենաուժեղն էին աշխարհում, չկար այլ պետություն, որ այդպիսի կապեր եղավ։ Չեղարկես դա այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք։ Իհարկե ոչ։ Ասեմ ձեզ ավելին, Սիրիան եւ Թուրքիան այնպիսի տնտեսական կապեր ունեին, ըստ էության հաբն էր Սիրիան Թուրքիայի համար։ Ընտանիքներով էին նույնիսկ մոտիկ Ասադը եւ Էրդողանը։ Այո։ Թուրքական տանկերը այսօր Հալեպում են ու Դամասկոսում։ Երբ որ մեզ փորձում են խաբել, ասել որ տնտեսությունը Ադրբեջանը մեզ բենզին է ծախել, ուրեմն մեզ չի սպանի։ Դա հավասարազոր է, որ մի մարդ, որը եկել է, գնդակարել է ձեր բարեկամներին, գրավել է ձեր բարեկամների տանները, եկել է հասել է ձեր դուռը ջարդում, ասում է դու պետք է ինձ միջանցք տաս քո տան մեջով, ու դու չպետք է իմանաս ով է այդ միջանցքով գնում, ու երեսը չպետք է տենամ։ Մեզ ասում են այդ ամեն ինչ ոչինչ, զատո ինքը մեզ բենզին է ծախում։Աժորդ մենք հո աննորմալ չենք, ինչ չենք խոսում։ Կամ մենք իրան ինչ-որ բան կարող է ծախենք։ Ժորժ ջան, տնտեսությունը եւ աշխարհակաղակական հետաքրքրությունները գաղտնիք են բացում։ Երբեք չեն եղել խոչընդոտ պատերազմի համար։ Պատճառ եղել են խոչընդոտ ոչ։ Երբեք։ Ինչ վերաբերում է թրիփին։ Թե այս կոնֆիգուրացիայով, որով թրիփը կա, դա Զանգեզուրի միջանցքն է գեղեցիկ ամերիկյան փաթեթավորմամբ։ Վերջ։ Հարցածակում, եթե դա պարզապես ներդրումային մի մեծ ծրագիր է, որը գործում է Հայաստանի տարածքում, օքեյ, շատ լավ է, ուրախ ենք, ծափ ենք տալի։ Բայց այդ ներսու դրսի այդ back office, front office, որ չգիտեմ, ադրբեջանցիները ինչ-որ մի օֆիս են մտնում, հետո գնում են երկրորդ օֆիս կամ չեն գնում, իտոգում հայ սահմանապահ ու հայ մաքսավորը ադրբեջանցու երես չի տեսնում։ Ժոր ձեռ է կարը ձեզ։ Ձերը չեմ, հարգելի հեռուստադիտող։ Ինչ եք պատմում։ Ինչ եք պատմում։ Եթե սա պարզապես ճանապարհ է, մենք պատրաստ ենք, խնդրեմ, բացվեն բոլոր ճանապարհները, այո, պետք է բացվեն, բայց դա ճանապարհ չի։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչ թե ոտնահարումը, բռնաբարումը, այլ ոնց կարելի է սա ձևակերպել։ Հիմա մեկը կասի, ամերիկացիները ըստ էության մեղավորել չեն, եկեք ճիշտը խոսենք։ Այդ մարդիկ հենվում են այս իշխանության տեսլականի վրա։ Եթե այս իշխանությունը համաձայն է, իրանք ասում են, օքեյ, համաձայն ես, ես էլ եմ համաձայն։ Ինչ, մենք սպասում ենք, որ ամերիկացին, իրանցին, ռուսը, չինացին մեզնից ավելի հայ պետք է լինեն։ Ինչ ենք մենք մեզ ընկել պատրանքների մեջ։ Մակարդակը մանիպուլյացիա է հասել այն վիճակի, որ փոխ նախագահան Միացյալ Նահանգների գալիս է սխալ թարգմանություն են անում։ Հետո ասում են, չէ, դա իրանց թարգմանիչն է արել։ Այն որ 9 միլիարդ դոլար որ պետք է ներդրում անեն, հետո պարզվեց մենք գիտեք ամենազավեշտը ինչումն է։ Մենք Միացյալ Նահանգներից գնել ենք կամ պայմանավորվել ենք կամ բանակցությունների մեջ ենք մոդուլային ատոմակայան, որը գոյություն չունի բնության մեջ, բայց գոյություն ունի, որ մենք պատրաստ ենք դա 9 միլիարդ դոլարով առնենք, 5 միլիարդով առնենք, 4 միլիարդով սպասարկման։ Ինչ եք դուք խոսում։ Պատկերացրեք, որ ավելի պատկերավոր լինի։ Մեկը գալիս է ձեզ, ասում է, գիտես ինչ կա։
օրինակ սարք կա, ֆիզիկապես չկա, տես մտածել եմ այդ սարքը, մոտավորապես պատկերացնում եմ ոնց պետք է լինի, արի ինձ $1000 փող տու, հետո ես այդ սարքը քեզ կտամ, դու չգիտես այդ սարքը ոնց է աշխատում, ինչ է, երբ է, ընդ որում, գիտեք չէ, Տատոմակայանը փորձել էին Ակլախոմայում փորձարկեն, փակել են, գիտեք ինչի համար, հոսանքի ինքնարժեքը 9 անգամ միջինից ավելի բարձր էր, թունավոր թափոնների, միջուկային թափոնների, քանակը 7 անգամ ավելի բարձր էր, ու ինքը փակեցին, ամերիկացի կասին, դե լավ էսի դնենք մի կողմ, իսկ ինչի համար է դա արվում, որովհետև այս իշխանությունը բերել է Հայաստանի Հանրապետությանը, արևելք, արևմուտք, այն ահռելի կոնֆլիկտի հենց կիզակետում դրել է ու մի բան էլ բզբզում է, համ էս կողմին է բզբզում, համ այն կողմին է բզբզում, հաջորդ օրը դուս են գալի ասում են մենք գնում ենք Ծյումեն, մի հատ տենանք Ծյումենում ոնց է աշխատում մոդուլային ատոմակայան, բա դուք դրանից մի օր առաջ ինչ եք ստորագրել ամերիկացիների հետ, ինչ եք խոսում, շատ լավ, անդառնանք Հայաստանի ներքաղաքական իրողություններին, մենք ֆիքսում ենք, որ վարչախումբը շարունակում է հարձակումները դիմադիր դաշտի տարբեր դերակատարների նկատմամբ եւ մասնավորապես ընդհանուր վերջերս կարծես թե նաեւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որոշակի ազդանշաններ են հնչում, հա, ինչ կասեք այս մասով եւ դուք ինչպես եք պատկերացնում իրադարձությունների հետագա ընթացքը եւ պայքարի ձևաչափը։ Տեսեք, նախ մենք երբեք մեզ թույլ չենք տվել եւ բոլոր հեռուստադիտողները կփաստեն դա, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները կփաստեն, որ երբեք կոռեկտության սահմանը չենք անցել։ Ինչքան էլ իշխանության հետ հաշ չլինենք, համաձայն չլինենք, գոյություն ունի ամեն ինչի սահմաններ, հասկանում եք։ Ամեն ինչի սահմաններ։ Նամանավանդ մեր ընդդիմության, հա, տարբեր կենտրոնների, ուղիների եւ այլն։ Խոսքս ինչի մասին է։ Խոսքս նրա մասին է, որ չափ ու սահմանները պետք չի անցնել։ Մենք երբեք առաջինը մեզ թույլ չենք տվել։ Ինչ-որ համեմատություն են անցկացնում, ասում են Եդինայ Արմին էս մեր վերջի բգներին կանգնել է այդ առաջարկը Հայաստանի կոնցեպտը, որը իրականում ինքը վերկուսակցական, վերքաղաքական կոնցեպտ է։ Հիմա ցնցումների մեջ են ընկել, իրար հերթ չտալով, շուտ լուրջ բաներ են խոսում։ Իրենց դες թվում է, որ լուրջ բաներ են խոսում։ Այդ որ խոսում են Եդինայա, չգիտեմ, Արմենիա կամ ինչ-որ վիրավորական համեմատություններ են անցկացնում։ Հիմա այս անցկացնեմ իրական համեմատությունը։ Այդ ոնց է ստացվում, որ իշխող ուժի տեսլականը եւ Ադրբեջանի իշխող ուժի տեսլականը համընկնում է իրար, մեկից մեկ հայկական հարցում։ Այդ ոնց է տեն ստացվում։ Հիմա ինչ, դնեմ անվանեմ իշխող կուսակցությանը Յենի Արևմտյան Ադրբեջան կուսակցություն, հա։ Քեմալական պայմանագիր։ Ուղղակի, գիտեք, գլխի մեջ կամ շուտ ծոծրակացավ, ծոծրակները չեք տենա, ծոծրակները կտենակ, ես այ ժողովուրդ։ Եկեք ուրեմն առաջերտին չխորանամ, հա, ով ում ծոծրակը ոնց կարա տեսնի։ Պետք չի էլի բան անել, չափեր անցնել, առհասարակ։ Բայց կոչ եմ անում ծոծրակացավով ու համեմատությունների մեջ, հա, ոչ թե կոռեկտ լինել, այլ պարզապես հասկանալ, որ չնայած գիտեք ձեզ մի բան ասեմ, ես հասկանում եմ ինչի համար են ցնցումների մեջ։ Կրկին վերադառնալով մեր խոսքի սկզբին, որ այդ մարդիկ շատ լավ հասկանում են ինչ են արել։ Եվ երբ որ իրանց գիտեք, իրանք հափորձում են հիմա մի հատ թեզ խաղացնել, վերջ, իրանց դեմ խաղ չկա եւ այլն, իրանք կտենց ուժեղ բան, տենց սաղին կրելու են, ջնջելու են, ջախջախելու են, քաղաքականությունից դուրս են հանելու չէ, բա ինչ եք սենց ցնցվում։ Հա? Վստահ կուսակցությունը կամ վստահ քաղաքական ուժը իրան այսպես կպահի։ Այդ ինչի եք ընկել ցնցումների մեջ։ Որ հասարակությունը հարցեր ունի դեպի ձեզ, ներողություն, դուք եք 7 տարի կառավարություն, մենք չենք։
Բարի եղեք, գնացեք մարդկանց հարցերին պատասխանեք, այլ ոչ թե հումորի երեկոներ տենց ձևակերպեք, իբր այնց սարկազմով բաներ եք գրում։ Եթե սարկազմի մասին է խոսքը, այնքան սարկազմ ասենք, որ լավ չի լինի, բայց կրկին կոռեկտության սահմանները պետք է պահպանվի նամանավանդ այս վիճակում, չնայած մի ուժ, որը իրականում պարակտման ջաթագովն է Հայաստանի Հանրապետության ամեն առումով, բոլոր հարցերում։ Բայց այնուամենայնիվ պահեք ձեզ կոռեկտ ու ուղղակի սենց ասեմ, նախընտրական թոհուբոհի մեջ ավելորդ լարվածություն մի առաջացրեք մարդկանց մոտ։ Չնայած գիտեք, իմ կարծիքով իրենք այլ կերպ չեն կարող։ Ես էդ էի ուզում ասել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, ծեսատեր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։